Բարև ձեզ, հարգելի ընկերներ, ես կարծում եմ այս քարտեզը բոլորին շատ լավ ծանոթ է։ Առաջի հայացքից թվում է, թե սա Հայաստանի քարտեզն է, բայց իրականում այս քարտեզը Ադրբեջանում պաշտոնական կայքերում, ինստիտուցիաներում, պաշտոնական դեմքերի մոտ լայն տարածում է ստանում եւ այս քարտեզը եւ այս քարտեզի հետ կապված համապատասխան տերմինոլոգիաները, Արևմտյան Ադրբեջան, Երևան, Սևանչկա, Զանգեզուր եւ այլն։ Մի խոսքով Հայաստանը, Ադրբեջանը եւ վերջ, այս տերմինոլոգիան։ Եվ ինչպես միշտ Նիկոլի եւ Նիկոլի թրքահաճո խունտայի ներկայացուցիչների կողմից որևէ ծպտուն չկա։ Բայց դրա փոխարեն մեծ մի հատ հիստերիա, շիզոֆրենիա, մարմնի տարբեր մասերը սկսել են մռմռալ, հոգեկան խանգարումներ եւ այլն առաջացրել է Վլադիմիր Սոլովյովի այս վերջի հայտարարությունները, որը որ պաշտոնական Ռուսաստանի հայացքը չէ եւ ինչ որ ոնց ասենք լրագրող, քաղաքացի, ոնց ուզում եք անվանեք, հրապարակախոս, անգամ պրոպագանդիստ, Կրեմլի անգամ։ Բայց Ադրբեջանի նման խայտառակ հայտարարություններ ու հայացքներ անտեսել, որ ամենանվաստացուցիչ հայտարարություններն են երկրի ինքնիշխանության համար, որ քո երկիրը գոյություն չունի։ Դա մեր տարածքն է, դա Արևմտյան Ադրբեջանը։ Այդ տերմինոլոգիայի տակ Նիկոլենք ճակատ են տալի Ռուսաստանին։ Արա դուք ում ինքնիշխանության տեսակետից եք հանդես գալիս։ Պարզա որ ոչ Հայաստանի, նայեք, սրանք արդեն այդ տրամաբանության տակ են եւ իրանք էլ են օգտագործելու այդ տերմինոլոգիան։ Մենակ վերընտրվեն։ Տերմինոլոգիան, իրանք որ խոսում են ինքնիշխանության մասին, իրանք նկատի չունեն Հայաստանի ինքնիշխանությունը։ Իրանք նկատի ունեն Ադրբեջանի ինքնիշխանությունը։ Այլ դեպքում ինչի համար ծպտուն չեն հանում, որ Ադրբեջանը ասում է դուք ձեր դա մերն է, դա մեր տարածքներն է։ Մենակ որ Ռուսաստանից բան լսեք, գնաք ճակատ կտակ մեր համար։ Եղավ Նիկոլ։ Հիմա ես ուրիշ ինչ եզրակացության գամ ստեղ։ Խնդրում եմ դուք ինձ պատասխանեք։ Ես ուրիշ տրամաբանություն չեմ տենում։ Առայժմ հարգելի ընկերներ